Ճիշտ ասած, ինձ թվում է, որ քանի որ դատավորը հասարակության մեջ պետք է հասկանալի, տեսանելի, բարոյական բարձր չափանիշներով դիրք գրավող անձ պետք է լինի, հետևաբար ամեն ինչ կանխատեսելի պետք է լինի, նաև դատավոր ընդունելու ընթացակարգերը։ Ես գտնում եմ, որ այստեղ պետք է պարզություն լինի ու որևէ մեկը չպետք է կարողանա, այսինքն բազմազան ձևով դատավոր ընտրվի։ Մեկը սովորում է ինչ-որ ժամանակ, հետո քննություն է տալի, իսկ մյուսը հարցազրույցով նշանակվում է դատավոր։ Առաջի հարցը այստեղ խնդիր կարող է այս պահին սա անմեղ ու լավ գործ է, բայց սա կարա շատ համակարգում շատ վատ հետևանքներ առաջացնի, ինչ-որ մարդիկ օգտվեն տարբեր բաներից ու այս համակարգ մտնեն անհասկանալի մարդիկ։ Առաջինը սա իհարկե ես չգիտեմ, թե այդ Արդարադատության ակադեմիայում չեմ սովորել, ինչ են սովորացնում, դատավորի ինչ որակներ են սովորացնում, բայց այս հարցի հետ կապված մի քանի բան եմ ուզում ասեմ, այստեղ դատավորի գիտելիքները առաջի տեղում չի, ընդհանրապես, եթե մենք ուզում ենք գնահատենք դատավորներին, հետևյալ չափանիշներ կա դատավորի իրավունքի իմացությունը, երկրորդը իրավունքը կիրառելու ունակությունը, բայց ամենակարևորը դատավորի անձն է, այսինքն դատավոր պետք է ընտրեն այնպիսի ընթացակարգերով ու այնպիսի մարդիկ պետք է ընտրվեն, որ դատավորի անձը և տեսանելի լինի և արդարամիտ լինի և որովհետև անկախ նրանից օրենքը ինչ ձևով է կամ դատավոր ընդունվելու ընթացակարգերը ոնց են, դատավորի անձն է, որ պետք է դատարանի անկախությունը պահի, արդարություն իրականացնի ու հասարակության հեղինակությունը մեծացնի դատարանի նկատմամբ։ Ստեղ ամենակարևորը ինձ թվում է դատավորի գիտելիքների շեշտը դնել չի, այլ ճիշտ այնպիսի ընթացակարգով ընտրեն ճիշտ անձիկ ընտրվեն, ովքեր կարողանան կիրառեն իրավունքը և նաև դատարանի հեղինակությունը բարձր պահին, ինչը այսօր չի երևում, ընդհանրապես չի երևում, այսօր դատավորներ կան, որ անցել են այդ սաղ ընթացակարգերով, իրանք ընդհանրապես մտահոգված չեն այն իրավիճակով, որ մեղադրյալները հայտնվել են, ընդհանրապես չկա հարգանք անձի իրավունքների նկատմամբ, իրանք պատկերացնում են արդարադատությունը, ով քննիչ աշխատել կամ դատախազ աշխատել, դատախազ դատավոր աշխատում, ով, չգիտեմ, ինչ-որ մեկի օգնականն է եղել, այդպես է աշխատում։ Իրանք հասարակության մեջ մարդկային հատկանիշներ չեն դրսևորում։ Այդպիսի անձը չպետք է դատավոր լինի, իմ խորին համոզմամբ չեմ ուզում, կարամ անուններ տամ, որ չի էլ պատկերացնում ինչ է դատավորը, ինքը թքած ունի մեղադրյալի իրավունքների, այն իրավիճակի մեջ, որ հայտնվել է, բայց եթե մենք նայում ենք միջազգային բոլոր այդ թե կոնվենցիաները, թե իրավունքները, թե դատավորի սեղանի գիրքը, թե նայում ենք վարքագծի կանոնները, այս դատավորի անձի մասին է, որ դատավորը իր անձով, իր վարքագծով պետք է համ հարգանք արտահայտի, համ էլ որևէ կասկած չլինի, որ դատարանը կարող է անարդար լինի կամ ինչ-որ կողմնակալ վերաբերվի։ Սա ավելի կարևոր է, քան այդ ընտրել է ինձ թվում է, չնայած իհարկե այս ընտրելներ հիմա իշխանությունը եկել է դատավորի տեղ կա, փոխում են օրենքը, ծռում են, իրանց անձանց են բերում։